Հետաքրքիր է, որ այս փուլում ռազմական գործողությունների կամ նոր էսկալացիայի հարվածներ չի ասնում Իսրայելը։ Ինչով է սա ազդած պայմանավորված։ Իրենք սա ժամանակավոր թայմ-աութ եմ ավելի շատ տեսնում, թողել են ավելի այն մասի վրա, որ հələ թող ամերիկացիները խփեն, մենք հələ կսպասենք, տեսնենք ինչա կատարում, բայց կարծես թե սկսել են շարժվել իրենց տեղից եւ կացի, այսինքն պաշտպանության նախարարի հայտարարություններից արդեն պարզ է դառնում, որ իրենք ինչ որ պահի իրենք կամ կմիանան, կամ եթե Միացյալ Նահանգները դադարեցնեն, իրենք կփորձեն որոշակի այսպես ռևանշ վերցնել, դրա համար ես սա ավելի այսպես մարտավարական բնույթի եմ պատկերացնում մոտեցում, էլի եմ ասում, ժամանակին պետք է բան տալ եւ սպասել, թե ինչ կատարի։ Միգուցե փորձում են հասկանալ, թե այս կարճաժամկետ իմաստով ինչքան Միացյալ Նահանգներին կհաջողվի այս ամենից հետո որոշակի դիվիդենդներ շահել, կհաջողվի, թե չի հաջողվի, արդյոք իրենք այսպես երկրորդ ճակատով եթե կարողանան հարձակվել, էլի ինչ որ դիվիդենդներ կունենան, թե չեն ունենա, այսինքն այս իմաստով բանը ներվերի պատերազմը նաև որոշակիորեն գնում, ինչը օրինակ ես չեմ տեսնում, որքան էլ որ զարմանալի լինի պարսիկների, իրանցիների կողմից, այսինքն իրենք շատ ավելի հանդարտ եւ շատ ավելի այսպես կուռ ու ամուր դիրքերում են իրենց կարողանում պահել, լինեն դա հայտարարությունը, որքան էլ որ դրանք բան բնույթի լինեն, էմոցիոնալից միջև այդ վրեժի մասին հայտարարությունները կլինեն, իրենց դիրքավորումները կլինեն եւ այլն։ Այնուամենայնիվ համակարգը շարունակում է մնալ պինդ, համակարգը շարունակում է մնալ կուռ եւ դրա արդյունքում նորից հենվելով ժողովրդի այդ համերաշխության վրա դեռ հնարավոր է որոշակի դիմադրություն ցույց տալ։ Քանի որ ոչ ես, ոչ դուք, ոչ էլ շատ ու շատ շրջանակներ չեն տիրապետում, թե վերջի վերջո այս հարվածներից հետո որքան է տուժել ռազմական կոմպլեքսը նույն Իրանի, չենք տիրապետում նաև ինֆորմացիայի, թե տարբեր են անշուշտ բազմաշերտ են մոտեցումները կապված նույն միջուկային ծրագրերի հետ, այսինքն գաղտնի բաներ կան, որ իսկապես մեզ հասանելի չեն, ինչը պարսիկներին կարծես թե հաջողվում է դեռևս պահել, սրանք բոլորը վաղվա բանակցությունների որոշակի այսպես սակարկման արժեքներ են ունենալու եւ նորից պիտի հասկանալ գետնի վրա վնասը ինչ չափերի է, արդյոք որքան ժամանակ կպահանջվի այդ վնասը նորից ինչ որ ձևով վերականգնելու եւ ինչու ոչ նաեւ հակահարձակման անցնելու, բայց ժամանակը ցույց տվեց, որ ասիմետրիկ մոտեցումը շատ ավելի խելացի մոտեցում է եւ շատ ավելի վնասարար, քան եթե ուղղակի ճակատի փորձեն հարվածել։ Այնպես որ շատ այսպես մշուշոտ է եւ տեսանելի չէ, թե այս ամեն ինչը ինչով կավարտվի։ Ցավալի է անշուշտ, որ այս ամեն ինչը ուղղակի կատարվում է հենց մեր քթի տակ, մենք էլի շարունակում ենք բացարձակապես զրոյական բան ցույց տալ վերաբերմունք այս ամեն ինչին, երկրի ղեկավարը սարերն է մագլցում, պսևդո ղեկավարն, եթե կարող ենք այդպես ասել, այս համատարած հանգստությունը, որ այստեղ կա, մարդիկ իսկապես չեն գիտակցում, թե ինչ է կատարվում, ուղղակի անմիջական մի քանի տասնյակ կիլոմետրի հարևանությամբ եւ սա դեռ ինչի է վերածվելու, այսինքն այս չի սենց գնաց, հալած յուղ սենց ընդունեցինք, ամեն ինչ վերջացավ, խաղաղացավ եւ Հայաստանն էլ դարձավ վերջապես շատ լուրջ բարգավաճող երկիր, ոնց որ իրենք են պատկերացնում։